Պարոն Քոչարյան, քանի որ զրույցում շատ քիչ խոսեցին Քարոզ Արշավի մասին եւ քանի որ ես վերջինն եմ, փորձեմ Քարոզ Արշավի հետ կապված հարց տալ։ Քարոզ Արշավի այս ամբողջ ընթացքում իշխանությունը իր Նիկոլ Փաշինյանը մասնավորապես իր ամբողջ ելույթների առանցքը կառուցում է 3 հիմնական ուժերի ղեկավարների քննադատության վրա եւ խոսում է ապօրինի գույքի մասին, խոսում է բոլորին կներեք իր մեջ բերեմ արտահայտությունները սատկացնելու մասին, բանտերում նստեցնելու մասին, ժողովրդին ասում է իրենց ունեցվածքը բոլորը ձերն է դառնալու։ Եվ նաև ասում է, որ իր վերընտրության դեպքում դուք բոլորդ 3 լիդերները երազելու եք Հայաստանից փախչելու մասին։ Հարցս ուղիղ եմ տալիս, դուք Նիկոլ Փաշինյանի ընտրությունից հետո փախչելու եք երկրից, պարոն Քոչարյան։ Փախչողն է երևի վաղուց փախած կլինի։ Ինքը իր ենթագիտակցությունը այն վախերն է, սենց բերում իր լեզվին հասցնում, որոնցով ինքը տառապում է։ Փախնողը ինքն էր, չէ՞, մարտի 1-ի դեպքերից հետո փախավ։ Նոյեմբերի 9-ին հայտարարությունը ստորագրելուց հետո 2 շաբաթ բունկերում հայտնվեց։ Մարդը իր տեսակով փախնող է եւ այդ իր վախերը, այսպես ասենք, արտահայտում է իր ենթագիտակցությամբ, փորձում է ասես տեղափոխել ուրիշների վրա։ Եվ չեմ կարծում, որ որևէ մեկը ում անունները ինք տալիս է փախնող է։ Ինքը հաստատ փախնելու է։ Այստեղ չեմ կասկածում։ Գտա Փախնելը խասյաթ է։ Ուր էլ գնա հետ ենք բերելու։ Միայն Ադրբեջան կա, որ Թուրքիա, որտեղ կարող է գնա եւ հանգիստ մնա։ Ես կարծում եմ նաեւ այն մեծ լագը, որը կա ընտրություններից հետո եւ միջև իշխանության հանձնումը իրեն մեծ հնարավորություն է տալիս ճողոպրելու։ Իսկ դրա վարպետն է ինքը։ Դեռ մրցակից չունի։ Եվ ընտրությունների խոսույթի հետ կապված եւս մի հարց։ Իդեպ խոսքը դրեմ, ինչքան հասկանում եմ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ խոսույթը համարել է նորմալ։ Եթե չեմ սխալվում, 3 այդպիսի որոշում։ Մենք քաղաքական հայտարարություններ են։ Հա, քաղաքական ասում կսպանեմ։ Ես պատկերացնում եմ, եթե ես նման հայտարարություն անեի, կամ որևէ մեկը մեր թիմից նման հայտարարություն աներ, որտեղ կհայտնվեր։ Այդ դեպքում դուք Բակրատ Սրբազանին խի եք պահում բանտում միջև այսօր։ Ինչ որ նարկոմանների հետ կապված ասելա գյուլելա պետք։ Չէ, եթե չեմ սխալվում, բանում նյութերում դա է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը իշխանություն ունենալով ասում է կսպանեմ։ Հա ինձ է, չէ՞ ուզում։ Հիմա ինչ ասեմ։ Սա է մեր իրականությունը։ Եվ մի հարցի եմ ուզում անդրադառնալ կրկին Քարոզ Արշավի խոսույթի հետ կապված։ Պարոն Քոչարյան, Նիկոլ Փաշինյանը 2 օր առաջ Արաբգիրում էր եւ քաղաքացիները բավականին շատ ընդդիմախոսներ կային եւ այնտեղ նա հունից դուրս եկավ եւ մասնավորապես արցախցիների հետ կապված այնքան էր հունից դուրս եկել, որ ասում էր դուք ինչ գործ ունեք այստեղ, դուք ինչու չեք զոհվել այնտեղ։ Դրանից հետո ինքը արդարացավ, ասաց ես ամբողջ արցախցիներին չեմ ասել, եւ Արցախի պսևդո էլիտային եմ քաղաքական ասել։ Էլի հարցս ուղիղ է, պարոն Քոչարյան, ինչու օրինակ դուք չեք զոհվել։ Այդ հարցը ինձ եք տալիս, թե իրեն պիտի տակ։ Երբ որ 240 կիլոմետր Հայաստանի տարածքից որ հանձնեց, ինք սուվերեն տարածքից, ինք ԿՊ-ի էլիտայի հետ ինչի չի զոհվել։ Ես կարծում եմ ամենից արդարը կլներ 44 օրյա պատերազմ պարտվելուց հետո, եթե ինքը մի քիչ թասիբ ունենար, ինքը պիտի ինքնասպան լիներ։ Ինքը պիտի ինքը իրեն խփեր։ Արցախ հանձնելուց հետո պիտի կախեր ինքը իրեն։ Հիմա ինչ վերաբերում է ինձ, ես Արցախից որպես հաղթանակած նախագահ եմ եկել Հայաստան։ Այլ ոչ թե պարտված եւ կզած ինչպեսին է ինքն է։ Ամենից այդ բանը այդ ինչ որ ասում եք, երևի ամենից շատը իսկապես իրեն է վերաբերում եւ մենք պետք է հիշենք հետեւյալը։ Արցախից մարդիկ դուրս են եկել 9 ամիս շատ կոշտ բլոկադայից հետո։
9 ամիս շատ կոշտ բլոկադայից հետո եւ Հայաստանը չի արել ոչինչ, ես չեմ ասում ռազմական գործողությունների մասին, նաեւ քաղաքականապես չի արել ոչինչ այդ հարցը լուծելու համար։ Բլոկադան որտեղից հայտնվեց, այսպես ասենք, սկսեց էկոլոգիական, հիշում եք, շարժումով, ավարտվեց հենց տոտալ բլոկադայով։ Երբ ինքը ստորագրեց հոկտեմբերի 6-ին Պրագայում մի հայտարարություն, որտեղ ինքը ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս, անմիջապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը վերափոխվեց սեպարատիստական շարժման։ Սա պրինցիպիալ ձևով փոխեց իրավիճակը։ Տարբերությունը ես կրկնեմ, եղել է ինքնորոշման իրավունքը իրականացվող ժողովուրդ, ավտոմատ ինքը դառավ մեկ այդ ստորագրությամբ սեպարատիստական շարժում, Արցախի ղեկավարությունը եղել են ինքնորոշվող ժողովրդի ընտրյալ ղեկավարություն, ավտոմատ դառել են սեպարատիստների ղեկավարներ, պաշտպանական բանակը ՊԲ-ն ավտոմատ դառել է անօրինական, ասենց ապօրինի զինված ստորաբաժանումներ։ Ադրբեջանը արդեն կոչեց ահաբեկչական միավորումներ։ Դուք պատկերացրեք մեկ մարդու ստորագրությամբ ինչպիսի տրանսֆորմացիա կատարվեց Ղարաբաղի հետ։ Այդ մարդը իր պատասխանատվությունը չի զգում ինքը ինչ ա արել։ Մակրոնն ա իրեն համոզել, ինքն ա Մակրոնին համոզել, Ալիևն ա համոզել, ես չգիտեմ ինչ է կատարվել այդ խոհանոցի մեջ։ Բայց մեկ ստորագրությամբ ամեն ինչը սենց շուռ եկավ, եւ հետևանքները սա են։ Ինքը ուղղակի մեղավոր է, ուղղակի պատասխանատու է այն ամեն ինչի, ինչ կատարվեց Ղարաբաղի հետ այդ օրերին 23 թվականի սեպտեմբերին։ Ամեն ինչը ինքը բացատրություն չունի եւ իսկապես դրանից հետո այդ մարդը պետք է ինքը իր հարցը լուծել, եթե մի քիչ, sense մի գրամ բան ունի, պատասխանատվության զգացում ունի ժողովրդի հանդեպ։ Հիմա այդ ժողովրդին ասում է խիչեք մեռել։ Ենթադրում եմ, որ ինքը շատ ուրախ կլներ, որ ընդհանրապես մեռնեին։ 5000 զոհ, 12000 վիրավորը տվեց, մարսեց, վերընտրվեց։ Հիմա էլ ասում եմ, ինչ ա եղել, 120-ն էլ ընդեղ մեռնեին։ Կգամ, կասեմ, կչոքեմ, կգնամ գերեզմաններին, ծաղիկ կդնեմ, կչոքեմ, ձեռը սրտի վրա կդնի, ինչ որ դերասանություններ կանի եւ հերթական անգամ կմարսի։ Երևի դա է։